Բարև բոլորին, Արեգը բարևում ա ձեզ։ Ամեն առավոտ Ռոնին վարժություններ է անում, նախավարժանք է անում ու Արեգը սովորել է Ռոնից պարկի։ Հիմա առաջվա նման երկար չի անում, սկզբում շատ լավ էր անում, երկար մինչև 15-ը հաշվում ենք անում էր, երեխաների մոտ այդպես է, չէ, ինչ-որ մի բան մի որոշ ժամանակ անում են, հետո դադարում են անելը, պիտի ուղղակի պահը հարմարացնես ու անմահացնես, նկարես։ Արեգի նոր ընկերն է, Միկին գրկում է նորա քնում։ Պաչիկ արա, պաչիկ։ Ստիկ Միկի հետ լավ խաղում է, կատիկ է տալիս։ Տիր, նորմալ տիր։ Սենսորային է, երբ շիշը դնում ես բերանը, սկսում է կաթ ուտել, հետո շիշը հանում ես, լաց է լինում։ Ընկար։ Լացում է, հիմա դու ես ուտում։ Տիր, բերանը թող ձայնը կտրի։ Okay, so red. So easy, but a bit tricky. No, not help. Երեխաների տանում ենք դպրոց, մեր հարևանի երեխաներն են, երկու եղբայրներ եւ Ռոնին։ Again, Arig. Ռոնին կգտուն էլի։ Մի քանի ժամից տուն կգա Ռոնին։ Մենք տուն եկանք ու քիչ անց իմ պատվերներից մի երկուսը հասան ինձ, սա արդեն տուփից հանել եմ, մեծ տուփի մեջ էր դրված։ Միրգ բանջարեղեն կտրատելու համար է, ես պլաստմասայից էլ ընդհանրապես չեմ օգտագործում շատ վաղուց, փայտից ունեի, լավ որակի, բայց կոտրվեց։ Տեսեք, ինչ որ դեֆեկտով է եկել։ Բայց գուցե բոլորն են այսպիսին, չգիտեմ։ Ամազոնում երկար նայեցի տարբեր ապրանքանիշերի ու սա ամենաշատ ձայներ հավաքած տախտակներ։ Ձեզ ուզում եմ ցույց տալ նաև վերջերս կատարած իմ ամենալավ ու ինձ ուրախացնող գնումներից մեկը։ Սա բարձրախոս է, վլոգների ձայնն ավելի լավը դարձնելու համար վաղուց պիտի գնեի, բայց ու վերջապես որոշեցի ու գնեցի։ Ես իհարկե շատ անհամբեր էի, որպեսզի նկարելիս ձեզ հետ միասին բացեմ, ես արդեն բացել տեսել եմ ու կոկիկ դրել եմ իր տեղում նորից, որպեսզի մի հատ էլ ձեզ համար բացեմ, այսպես, իր սիրունիկ տուփով, այսպես երկու հատ է, մեկը սա է, այսպես փակցվում է հագուստին ու արդեն կարելի է ձայնագրել, սա հեռախոսին միացնելու համար է, մի խոսքով հուսամ հետաքրքիր վլոգներ կլինեն առջևում, նյութ կունենամ նկարահանելու հիմնականում դրսում ու նաև կփորձեմ տեսնեմ աղմուկն ինչքանով է քչացնում, դե գիտեք այստեղ Հնդկաստանում ահավոր աղմկոտ է,
փողոցներում շատ աղմուկոտ է։ Ես էլի եմ նկարել փողոցներում առանց բարձրախոսի ու ինձ էլ դուր չի եկել, որ շատ աղմուկ է լսվում։ Շատ ժամանակ եթե ես փողոցներում օրինակ չեմ նկարում կամ նկարում եմ ինչ-որ կադրեր ու չեմ խոսում, դա նրանից է, որ շատ աղմուկ կա, իմ ձայնը կարգին չի լսվի, եւ երկրորդ չեմ ուզում ձեզ տհաճ լինի։ Իհարկե անձամբ երբ լսում ես, էլի այդքան հաճելի չի, չնայած սովորելու վրա է։ Իմ ականջն արդեն սովորել է հնդկական աղմուկոտ վիճակներին, բայց իհարկե էկրանից այն կողմ հաճելի չէ այդքան շատ աղմուկ լսել խոսքի հետ միասին։ Երբ բլոգերն ինչ-որ բան է բացատրում, պատմում, ձայնը լսելու հետ մեկտեղ պետք է նաև կողքի աղմուկը լսել, հաճելի չէ։ Ողջույն։ Ես գնում եմ գեղեցկության սրահ, ջուր գնեցի, երկար եմ մնալու սալոնում, ինձ ջուր էր պետք։ Ստավազար։ Այնտեղ ջուր առաջարկում են, սուրճել են առաջարկում իհարկե, բայց ես ինձ հետ ամեն դեպքում վերցնում եմ։ Առաջին անգամ իմ բարձրախոսով փորձում եմ նկարել դրսում, տեսնեմ աղմուկն ինչքանով կմեկուսացնի ու խոսքս ինչքան պարզ կլսվի։ Հիմա անջատեմ, լսեմ, տեսնեմ ինչպես ստացվեց ու նորից միանամ ձեզ։ Ժողովուրդ ջան, ես սալոնից դուրս եկա, հիմա գնում եմ մոտակա սուպերմարկետ, այնտեղից մի քանի գնումներ ունեմ կատարելու։ Ճանապարհը ձեզ ցույց տամ։ Շուրջ բոլորս։ Անվերջ աշխատանքներ են կատարվում։ Տեսեք ոնց են կանգնել մեքենաները, փողոցի մեջտեղում իրար մեջ մտած։ Բայց դե սա սովորական երևույթ է այստեղ Հնդկաստանում։ Չենք զարմանում։ Ասում եմ այսքան տարի Հնդկաստանում ապրելուց հետո ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, որովհետև այնքան տարօրինակ երևույթներ եմ տեսել այստեղ։ Սկզբում իհարկե շատ էի զարմանում, արձագանքում էի, բայց արդեն անգամ չեմ էլ նկատում շատ բաներ, որովհետև իմ աչքին եւ ականջին սովորական բան են դարձել։ Իհարկե կան երևույթներ, որոնց երբևէ չես կարող հարմարվել, որովհետև ամեն անգամ տհաճություն ես զգում իհարկե հանդիպելիս նման երևույթների, բայց կան բաներ, շատ բաներ, որոնք անտեսում ես ուղղակի անկախ քեզանից, որովհետև արդեն տեսել ես, սովորել ես դրան, այսպես ասած։ Հասա արդեն սուպերմարկետ, ներսում երևի չկարողանամ նկարել։ Եղել է իհարկե, որ նկարել եմ։ Միկին մոտեցել հարցրել է ինչ նպատակով եք նկարում, օրինակ, ասեմ օրինակ իսկ չի կարելի նկարել բրնձի գինը կամ ցանկացած այլ մթերք նկարել, դա ոչ թե դիզայներական ինչ-որ աշխատանք է, որ եթե նկարեմ կարող է ինչ-որ մեկը միտքը գողանա, դա ասում են չէ, կապ չունի, չի կարելի նկարել ներսում։ Անմիջապես սուպերմարկետի դիմաց գտնվում է այս մանկատունը։ Պատահել է, որ այս տարածքում անցնելիս եմ եղել, այստեղ կանգնած կանանց եմ տեսել, կանգնած լաց լինելիս, շատ երեխաներ գուցե որբ են, պահողներ չունեն, բայց կան նաև երեխաներ, ովքեր ունեն երկկողմանի ծնողներ, ուղղակի ծնողները պայմաններից ելնելով բերում են մանկատուն, որովհետև չեն կարողանում երեխաներին ապահովել։ Ճանապարհին ձեզ ցույց տամ այս փոքրիկ խանութները, մեկը մյուսի ետևից։ Խանութներ, վարսավիրանոցներ, կահույքի սրահներ, փոքրիկ։ Տեսեք կոշիկները հանում նոր են մտնում ներս, իհարկե սա ձեզ համար նորություն չէ, որովհետև ես շատ եմ ցույց տվել իմ վլոգներում և թե նաև Ինստագրամում։
Շողոր ճանապարհս երկարեց, չգիտեմ ինչի ես հիշում էի, որ մոտ է այդ սուպերմարկետից, բայց չէ, ճանապարհին հասկացա, որ դեռ պիտի մի երկու փողոց էլ անցնեմ քայլելով, բայց քանի որ արդեն սկսել էի քայլելով ճանապարհս, էլ չէ չվերցրեցի, ասեցի լավ, հեսա կհասնեմ ասելով, կհասնեմ։ Խոսքով մի հատ նայեք այս մեքենաների վիճակը էլի։ Հələ։ Անտեր մնացել են, չգիտեմ, քանի ամսով տարով մնացել են այդտեղ փոշու ու թռչունների այդ հասկացակ արդեն հետևանքները մեքենաների վրա պարզ երևում են։ Ոլոր տեղերով եմ անցնում, շողորդ, սա ոստիկանության շենքն է, տեսեք։ Հասա լավ, հասա այստեղ, հեսա ես ձեզ ցույց կտամ։ Ես հիշեցի, որ մեր իմ սիրելի թխվածքի խանութի կողքին է գտնվում։ Փակ է, տեսեք, բելգիական վաֆլի, փակ է։ Չեն աշխատում, Ռոնին շատ կտխրի, բայց ոչինչ, ես կմտնեմ իր համար թխվածքի խանութից մի կտոր իր սիրելի շոկոլադե թխվածքից կգնեմ, որպեսզի չտխրի։ Նստենք Ռոնին, որից վերցնենք։ Այս շոկոլադե քափքեյքից վերցնեմ երևի։ Ես ինձ համար սուրճ վերցրեցի կապուչինո և ելակով քափքեյք։ Ես հասա շենք։ Ս մեծատար, ահա աղջկա անուն է։ Ս Սերինեն։ Ռից հետո ինչ տարա գալիս։ Շատ Փոքրատարով։ Շատ լալկան է։ Դու ինչ ես գրում, Արեգ։ Ինչ ես գրում։ Արեգ դու հայերեն ես գրում։ Կամոց մատիտը չմտնի, բոլես։ Գրի, դու էլ գրի։ Լալկան, Արեգը։ Էմայից հետո որ բառն է գալիս։ Եյով ինչ է կարդա։ Իմ։ Ուրա մա բալես, այդտեղ մա ես տեսնում դու։ Շայա, բալա։ Է գրում ենք, է կարդում ենք, բալ, էշ։ Ես եմ, որն ես գրում, որ տար, ահա, հետո Կարինե, որ տարն ես ընտրել վերջում, ամենավերջի տարը, ահա, ճիշտ է, մյուսը, սա կատու է, շշաձև է, գրում ենք է, կարդում ենք է, սա իմ, Մենք սովորել ենք ու տարերը։ Տեսնում ենք ես շատ սիրուն գրել եմ մասին ես շատ սիրուն մնացածը ճաշից հետո գրենք։ Այ արի։ Իրոնին բերել ենք ֆուտբոլի։
Էս Էգլոնի ֆուտբոլի դաշտն է։